Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենում երգիչ և դերասան Գոռ Եփրեմյանի և նրա սիրելիի պարուհի Էլեն Հարությունյանի հարսանյաց արարողությունը, որն այդքան սպասված էր զույգի երկրպագուների կողմից։ Շքեղ ձևավորումներ, հայտնի հյուրեր, իհարկե ջերմ մթնոլորտ, ահա այսպես է սկսվել ու շարունակվում զույգի գեղեցիկ օրը։ Դե իսկ Էլեն Հարությունյանը, ինչպես միշտ, իր ոճին հավատարիմ մնալով շքեղ տեսքով է ներկայացել իր հարսանիքին, և թե ինչ զգեստ, դիմահարդարում ու վարսահարդարում են նա ընտրել, առաջարկում ենք ձեզ դիտել հենց այս պահին։ Նշենք նաև, որ դեռ տարիներ առաջ Գոռ Եփրեմյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր նաև Միացյալ Նահանգներում ապրելու և օտարության զգացում ունենալու մասին։ Նա նշել էր հետևյալը. «Բնական է, եթե քո հայրենիքում չես, ուրեմն օտար ես։ Միգուցե եթե այստեղ մեծացած լինեի, ուրիշ զգացողություն ունենայի, բայց հիմա հայրենիքիս հետ ինձ շատ բան է կապում։ Իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ պատանեկությունը, իմ ընկերները, հարազատները, բակը, իմ ուսանողական տարիներն ու հուշերը։ Այդ ամենը հայրենիքում է, իմ Երևանում, իսկ օտարություն երգը ամեն հայի սրտից է, այդ թվում նաև իմ։ Ես միշտ եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին, բայց հիմա չեմ կարող կոնկրետ ասել, թե որ կհաստատվեմ վաղը, որտեղ էլ որ ապրեմ, երբեք Հայաստանում լինելու առիթը բաց չեմ թողնի», նշել էր Գոռը։ Հավելենք նաև, որ Գոռ Եփրեմյանը բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ լսարանի համակրանքին և ուշադրությանը, հատկապես Էլեն Հարությունյանի հետ միությունից հետո։ Նրանց շուրջ քննարկումները էլ ավելի ակտիվացան, որը կապված էր նաև նրանց այդպես էլ չկայացած հարսանիքի հետ։ Այս մասին քննարկումները շատ են։ Գոռն ու Էլենը բավականին ակտիվ են իրենց ինստագրամյան էջերում։ Զույգը օրերս մի քանի համատեղ հրապարակում էր արել, հոլովակում Գոռն ու Էլենը պարում են ու լավ ժամանակ անցկացնում։ Հարկ է նշել նաև, որ Գոռի ու Էլենի համատեղ հրապարակումները միշտ շատ ջերմ են և շատ սիրառատ։ Չնայած նրան, որ և Գոռը և Էլենը մեծ հայտնիություն ձեռք բերեցին հեռուստասերիալի միջոցով, այնուամենայնիվ նրանք այսօր այլևս չեն նկարահանվում, և թեմայի մասին խոսելիս Գոռը նշել էր հետևյալը. «Ես սկսել եմ երգով,
տեսահոլովակով։ Այդ ժամանակ դեռ սերիալ չկար։ Չէի նկարահանվում ոչ մի տեղ։ Անցավ այդ շրջանը։ Հավեսս էլ փախավ։ Չեմ կարծում, որ կլինի սերիալում նկարահանվելու առաջարկ, որը կընդունեմ։ Գեղարվեստական ֆիլմի պարագայում կմտածեմ, նայած ինչ սցենար կլինի։ Սերիալի հետ կապված այս պահին 100%-ով չեմ նկարահանվի։ Օրինակ, իմ տեսահոլովակի հերոսուհին եթե գալիս է նկարահանման, հատկապես ինքը չի զգա ոչ մի բանի պակաս, սկսած ուտելիքից։ Բայց մեր սերիալները շատ թույլ են։ Մի կողմից հասկանում եմ պրոդյուսերներին, ավել ծախս չեն կարողանում անել։ Բայց մի բանի մեջ եթե մտնում ես, ուզում ես, որ լավը լինի, ու կոմենտները կարդալիս չներվայնանաս, անկեղծացել էր Գոռը։ Նաև անդրադառնալով այն թեմային, թե ինչու ինքը և Էլեն Հարությունյանը այդպես էլ չեն ամուսնանում, Գոռը նշել էր հետևյալը. Բոլորն են հարցնում, արդեն հոգնել եմ այդ հարցից, երբ ես ամուսնանում, երբ ես ամուսնանում։ Երգիչն ասել էր, որ հարսանիքի ուշացումը պայմանավորված է հարազատների Հայաստանում գտնվելով։ Ժողովուրդ ջան, հարսանիք անպայման լինելու է, ընտանիքիս կեսը գտնվում է Հայաստանում։ Երբ որ հավաքվենք իրար գլուխ, Միացյալ Նահանգներում կլինի հարսանիքը։ Մի անհանգստացեք, բոլորիդ հրավիրելու եմ, բաց դռների օր եմ անելու, ասել էր Գոռ Եփրեմյանը։ Նշենք նաև, որ Գոռ ու Էլեն աստղային զույգը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկն է։ Նրանք գեղեցիկ են, հաջողակ ու ռոմանտիկ։ Զույգը ծանոթացել է դեռ տարիներ առաջ, ուշացած սեր հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, իսկ արդեն 2019 թվականին նրանք նշանադրվեցին։ Էլենի համար դա անակնկալ էր, իսկ արարողությունը տեղի ունեցավ Երևանում։ Ուղղաթիռ, վարդի թերթիկներ, գեղեցիկ կազմակերպված անակնկալ Էլենի ծննդյան օրվա կապակցությամբ։ Ու հենց Էլենի ծննդյան օրն էլ զույգը օրինականացրեց իրենց հարաբերությունները։ Հրապարակմանը կից Գոռը գրել էր հետևյալը. Այո, դուք ճիշտ եք զգացել ամեն ինչ։ Էլեն Հարությունյանն էլ խոսելով անակնկալի մասին նշել էր, որ իր համար դա իսկապես անակնկալ էր։ Էլենը նշել էր, որ ինքը խոսքեր չէր գտնում ասելու Գոռին։ Նա պատմում է, որ քարացել էր ու օրն իր համար ստացված էր ու անչափ գեղեցիկ։ Նշենք նաև, որ մինչ հեռուստասերիալի ավարտը ամբողջ ընթացքում զույգը թաքցնում էր իրենց սիրո պատմությունը։ Նրանք պարբերաբար խուսափում էին այդ հարցին պատասխանելուց և միայն նշանադրության օրը Գոռը հայտնեց, որ այո, դուք ճիշտ էիք կռահել, մենք միասին ենք։ Այդ օրվանից զույգը համատեղ հրապարակումներ է անում և նրանց երկրպագուներն էլ անհամբեր սպասում են հարսանիքի օրվան։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։